Այսօր սիրելիներ ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակած հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին մեր հոգևորականած եւ մեր ազգի զավակած հետ միասին աղոթք վերառակեցինք առ Աստված, հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին, իր հոգու ցավն ու տրտմությունը եւ տառապանքը ուժի վերածելու, հաղթարելու մեր կյանքում արկա դժվարությունները եւ նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը եւ կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։ Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս հայրենաշինության իր առաքելության նվիրական ճանապարհին։ Տիրոջ սերը եւ ողորմությունը այսօր եւ միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց։ Վեհապար այսօր Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայի եւ Ադրբեջանի դրոշների այրումը եւ հետեւողական հարցազրույց չենք տալիս, ասել ենք այլ առիթներով։ Մեր ուղերձը ցեղասպանությունը շղթող հայտարարություններ են հաճախ ասում են մեր օրակարգի հարցը չէ։ կարող են լինել Առաջնահերթություն Լսեք ինձ, մեր ուղերձը քիչ հետո ուղղելու ենք մեր ժողովրդին ընթացը Սուրբ Պատարագի մայր տաճարից։ Ինչու խարուսրագույն ղեկավարներ իշխանությանը ուղերձ չունեք։ Թողեք։ Եվ չի խոսում եք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ պետք է հրաժարական թե չգնարել